չերևա դիմացի մեքենաների համար, ոնց են մեքենայի մեջից այդ աստղիկները նետելու փողոցի երթևեկելի հատվածում։ Բայց ես որքան հասկանում եմ ընդհանուր գրությունից, այդտեղ այս արարքը դիտվում է որպես ուղղակի մեքենաների շարժը կանգնացնելու բան։ Բայց ես խնդրում եմ, որ մի հատ փորձաքննական գործողություններ կատարեք, փորձեք թույլատրելի արագությամբ ընթացող մեքենայի տակ այդ աստղիկը գցեք, օրինակ Դավթաշենի մոստի վրա, որովհետև որ այդ բանը կոնկրետ ցրող մեքենան պետք է երթևեկել։ Ես վստահեցնում եմ, օրինակ 60-65 արագությամբ գնացող մեքենան, եթե դիմացի հակը դրանով ճղվի, ամենայն հավանականությամբ շուռ կգա։ Ամենայն հավանականությամբ, 99%-ով ասում եմ շուռ կգա։ Եթե շուռ էլ չգա, ամենայն հավանականությամբ կոնկրետ վթար։ Ես չեմ հասկանում այդ ինչի վրա եք ծիծաղում։ Տիկին Գյուրեղյան, ասենք դրել քննարկել եք ձեր այդ խմբով ոնց եք մարդկանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց կյանքի համար վտանգավոր գործողություն անելու, մի հատ ստեղեկած նստած մի հատ ժպտում եք, մի հատ բան եք անում, ռեպլիկ եք թողում թողից։ Լրիչ դու մի հատ, այդտեղ լրիչ։ Այստեղ հարցերը մենք ենք տալիս։ Քեզ եմ ասում, լրիչ։ Պարոն Ալեքսանդրյան, շարունակեք։ Սուս մնա, կարամ ասեմ, սուս մնա, իրան խոսքա տրված ինքը խոսում է, լրիչ, նստի տեղդ, ասում եմ, նստիր, կարամ ասեմ, ես եմ նիստվարում, նստի տեղդ, Լսի արան, հանգստացի միա, հանգստացի, վերենքի տեղը, մի երկարացրալ է, նստի տեղը ասում եմ, նախազգուշացում Արթուր Սարգսյանին, լրություն, պարոն Պարսիլյան, լրեք բոլորդ, պարոն Պարսիլյան, նախազգուշացում ձեզ, վերականգնեք Վահագն Ալեքսյանի ժամանակը և շարունակեք, պարոն Ալեքսյան։ Շնորհակալություն, տիկին գլխավոր դատախազ, նորից խնդրում եմ, այդ փորձաքննական գործողությունները կատարեք ու մի հատ փորձենք հասկանանք, էլի, որովհետև օրինակ չգիտեմ, ես որպես տենց վարորդ իմ պրակտիկայում եղել է դեպք, որ մեքենայի դիմացի անիվը ծակվել է, բախտս բերել է իհարկե շատ ցածր արագությամբ եմ ընթանալուց եղել այդ պահին, բայց դա չափազանց վտանգավոր բան է ու ես ձեզ վստահեցնում եմ, դա հանրային չափազանց մեծ վտանգավորության առարկա, սա մեկ հարց։ Երկրորդ հարց, ավտոբուսների վրա լցվելիք յուղերը, ինչ բաղադրություն ունեն, արդյոք դրանք հրավտանգ են թե ոչ, արդյոք կատարվել է նման փորձաքննություն։ Հարց երրորդ, ներողություն եմ խնդրում։ Փորձաքննություն կատարվել է արդյոք թե թունելներում, որտեղ մեքենաներ են խցանված կանգնած, խոզի տուկերի վառելը, գազով աշխատող մեքենաների պարագայում, քանի մեքենայի պայթյուն կարող էր առաջացնել։ Հարց համար 4-րդ, որպես այդպիսին։ Երբ որ քննարկվել է մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Ալեն Սիմոնյանին սպանելու հարցը, կոնկրետ այն վեղարով տերորիստի կողմից հատկապես, ով ասել է, եթե սպանեմ այս մարդուն, ինչ կլինի, այդ մարդու տնից որևիցե զենք կամ բան գտնվել է թե ոչ, եւ ներողություն եմ խնդրում շատ հարցերի համար, հարց համար 5-րդ Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիներին քանի մարդ է սպանվել օրինական գրանցված զենքերով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, ձեր երկու հարցերին եզրափակիչի շրջանակներում կանդրադառնամ, որտեղ լրացուցիչ քրեական վարույթից ճշգրտման անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանամ թվարկել եւ նաեւ ձեր հարցին պատասխանել։ Փորձաքննությունների հետ կապված ինչպես ձայնի համապատասխանության, այնպես էլ մյուս բոլոր փորձաքննությունները բնականաբար ոչ մեկ պատրաստ չի, մի քանի շաբաթական վարույթ է, բայց դրանք բոլորը ստուգվելու են ձեր բարձրացրած հարցերը այդ թվում վարույթի շրջանակներում, բայց ես մի հանգամանքի վրա եմ ուզում բոլորիդ ուշադրությունը հրավիրել, ելի միջնորդագրի մեջ ներկայացված խոսակցություններում երևում է, որ մասնակիցները իրենք էլ են ուզում փորձել աստղիկների պիտանի լինելը, մասնավորապես Արթուր Սարգսյանը իր խոսքում առաջարկում է, որ տեսնեն աշխատում է թե չէ, օրինակ կոտրվում է, մտնում է այկի մեջ, թե ակը ճղում է, թե ակը ծակում է, այդ բոլոր
արդյունքները ստուգելու համար առաջարկում է, որ փորձնական իրենց մեքենաների վրա փորձարկեն, որպեսզի վստահ լինեն, որ այդ աստղիկները, այսպես ասած, աշխատում են, այսինքն ձեր կողմից բարձրացված հարցադրումը իրենք էլ են ունեցել քննարկումների ժամանակ եւ փորձել են հասնել մաքսիմալ արդյունքի այն իմաստով, որ օրինակ չկոտրվեն, չծալվեն, չմտնեն ակի մեջ, այլ իրականում պատռեն անվադողը եւ ձեր ասած գուցե հետևանքները առաջացնեն։ Փորձաքննությունների մասով դրանք բոլորը դեռ ընթացքի մեջ են, հնարավոր չի ձեր հարցին սպառիչ պատասխանել, որ այո կամ ոչ։ Կստուգվի քննության վարույթի շրջանակներում դրա մասին հրապարակում կլինի, իսկ օրինական զենքերը ես պատասխանելով պարոն Մանուկյանի հարցին նշեցի, որ մենք իրենց մեղադրանք չենք առաջադրել ապօրինի զենք պահելու համար եւ այս կոնտեքստի մեջ օրինական զենքի առկայությունը եւս խոսում է որոշակի վտանգավորության մասին։ Արձագանք։ Շնորհակալություն։ Միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ օրինական զենքի առկայությունը եւս խոսում է որոշակի հնարավորության մասին, որովհետեւ մի բան է օրինական զենք ունեցող մարդ ասի, այս մեկին կգյուլեմ, մի բան է օրինական զենք չունեցող մասին։ Իսկ մասը հասարակ առաջ կուրսի իրավաբանն է կփաստի, որ խիստ իրարից տարբեր հանգամանքներ են, եւ այո, միանշանակ խնդրում եմ այդ փորձաքննությունները արեք, որովհետեւ նորից եմ ասում, այդ գործի միջնորդագրում, որը որ ես կարդում եմ, խոսքը չի գնացել կանգնած մեքենաների ակերը, օրինակ, չգիտեմ, դանակով ծակելու, ինչ-որ բանով ծակելու մասին, խոսքը գնացել է փողոցով, մեքենայով շրջելու, փողոցի երթևեկելի հատվածում, գիշերային ժամերի, երբ որ տեսանելիությունը քիչ է, այդ աստղիկները շախ տալու մասին, որպեսզի մարդիկ կոնկրետ քշեն մեքենաները ու մեկ էլ հանկարծ դիմացի ակը, ինչպես հենց բանում է նշում, ճղվի, ոչ թե ծակվի, որտեղ ծակվելը դանդաղ է օդը դուրս գալի, ճղվելը շատ արագ է դուրս գալիս, կտրուկ դուրս է գալիս, կարելի ասել օդը, ու միանգամից մեքենան հավասարակշռությունը կորցնում է։ Շատ կարևոր է նաև, ավարտում, շատ կարևոր է նաև ճշտել, արդյոք հրավտանգ են եղել ավտոբուսների վրա լցվելիք յուղերը, թե ոչ։ Շնորհակալություն։ Խոզարկություն Դակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին, ես ուզում եմ ձեզ եւ բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո եւ վերհիշելով անցած տարիները մեր պատմությունը, մեկ անգամ եւս բոլորս միասին առաջիկա ընտրություններում ձեզ ձեր համապատասխան տեղն ենք ուղարկելու, ի նկատի ունեմ մեր քաղաքացիների հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, դուք անգամ ընդդիմության աթոռները չեք զբաղեցնելու, որից հետո այսպես դատարկ թողնելու։ Անվերադարձ